բոլորիդ։ Նշանեք, ես քեզ է նկատեցի այդ էֆիրը նայեմ էջ, մի հատ հələ քո բան ասա, էլի կոմենտար ալ այդ էֆիրի համարժեք Բելա ջան, եւ իմ կարծիքը երբևիցե չի կարող փոխվել։ Միշտ սկզբից անգամ ես չէի ճանաչում նոր է ես հարթակում, ես ասում էի, որ համարժեք իրենց բլոգերների հետ պետք է համարժեք գիտակ մեր բլոգերները շփվեն միայն եւ միայն եւ ոչ թե հայհոյանքներով, այլ դիվանագիտորեն եւ նաեւ ապացույցներով։ Իհարկե ապացուցելը սխալ է, այն որ իրանք սկսել են, դու էլ բնականաբար համարժեք պատասխան պետք է տաս, դա բնական երևույթ է, բայց ուրեմն երեք ես հասկացա մի բան, որ ինքը ուղղակի ներողություն եմ խնդրում, շատ այն որ ասում ամոթով մնաց քո դիմաց, այսինքն այն որ դու արել ես, անգամ ինքը ոչ թե ողջունեց, դե բնականաբար հարթակում այդպես ասեց, բայց մեջը հում վառվում էր, այն որ դու իր ամենաառաջին իսկ սապերնիցան ես, հա, բլոգերների շարքում բնականաբար ոչ թե հայհոյանքների, այլ գաղափարապես, հա, այլ այն, որ դու այն բանն ես անում, որ անգամ չասնի դետեկտիվը կարողա չկարողանա անի համարժեք իրանց բակվում։ Այս մեկ չմոռանանք այս վերջին դեպքը, ես մի քիչ սրա հետ եմ կապում իր այդ մեղմ լինելը, ինչի համար, որտեվ այն տականքի կնոջը, երբ որ դու SMS գրեցիր, հա, իրանց բլոգերների համար ինձ թվում է լավ այն որ ասում է տեղ է հասել, հա, սա երկրորդը, դե որևիցե մեկը թող աներ դա, իհարկե դրա համար պետք է համարժեք գիտություն եւ համարժեք կապեր բնականաբար։ Ես օրինակ երբեք ասենք ռիսկ չեմ անի, Բելա ջան, քո գործը անեմ, ես ներքաղաքական իրավիճակների մեջ ինչ ռիսկի ասես կարող եմ դիմել, բայց ոչ այս գործի մեջ։ Ուզում եմ ասեմ, ժողովուրդ ջան, որ ամեն մարդ պետք է շատ գրագետ ձևով իր գործին մոտենա։ Սա առաջինը, երբ որ դու անգրագետ ձևով կներեք խուժանավարի մոտենում ես գործին, ես ասել եմ, լավ թուրքը իմ համար նախ մեռած թուրքն է, սա առաջնահերթ ես ասեմ, որ չասեք, բարձրացել եմ ստեղ գովք եմ անում, իսկ կոնկրետ սոցհարթական հիբրիդային պատերազմի մեջ ժողովուրդ ջան, մեր ձեռքում ոչ զենք կա ստեղ, ոչ էլ կներեք իրար սպանելու, հա, արյուն տեսնելու խնդիր ունենք։ Մենք ստեղ գաղափարապես պայքար ենք տանում եւ ինֆորմատիվ, որոնցից մեկը Բելան է, որ ինֆորմացված է այս մարդը եւ ունի իր դիվանագիտությունը համարժեք իրանց նկատմամբ։ Պայքարը դիվանագիտորեն է լինում սոցհարթակներում, հայհոյանքով չի լինում, հայհոյանքով նախ չեն պայքարում, հայհոյանքով իրանց մակարդակն են մարդիկ իջացնում, նիժը պլենդուսը ասեմ ձեզ, այս հստակ է։ Նենց որ Բելա ջան, ես ողջունում եմ, երեք նայած ով ոնց է հասկացել, ես տեղյակ եմ, որ համարժեք մարդիկ, այն որ վարվածությունից, չգիտեմ ինչից, հա, այն աբսես վիճակից, էֆիրներ են բացում, քննադատում են, նախ իրանք երազեն քո ընտանեկան դաստիարակությունը ունենան, որպես հայկին դաստիարակված ներկայանալ յուրաքանչյուր հարթակում եւ նաեւ հասարակության մեջ, ասեմ քեզ, հետո ինչ որ մեր թշնամիներն են, իրանք ունեցար նաեւ իրենց գնահատականը, վախային սինդրոմից ելնելով, բայց իհարկե զգուշությունն է պետք, այն որ ասում է Շանհետ, իհարկե սա խոսք է, մենք ընկերություն չենք անում, Շանհետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցի, սա միանշանակ է, այսպեսին։ Ու մենք գիտենք, հա, նաև Հազրեթի համար կուզենայի ասեի, որ վատ ինֆորմացիա է գնացել հասել այդ տղային, մենք գիտենք ինչ ենք ու նպաստող սենց, հա, որ մարդը իհարկե քրիստոնյա է ուզում դառնա նաև իսկ, ես կողջունեմ նաև Բելա ջան, որ դու մի հատ դա էլ կազմակերպես նու հարմար պահին, իհարկե դա կապված է որոշ, այսպես ասեմ, թե ֆինանսական, թե հա ժամանակի հետ, թե սահմանից սահմանի հետ եւ այլն։ Համենայն դեպս քո արած գործը ես ասում եմ բրավո միշտ, բրավո։ Ես գրագետ մարդկանց միշտ գնահատում եմ անկախ ամեն ինչից։ Անկախ կարող է ես վաղը Բելա ջան ասած ոչ անի քո հետ չշփվեմ, բայց քո դաստիարակությունը եւ գրագիտությունը միանշանակ մինչեւ կյանքիս վերջ գնահատական կլինի։ Հետո մի մոռացի, որ դու պատմության մեջ անցար։ Չմոռանաս դրա մասին։
Չմոռանաս Ես դրա չեմ մասին, մոռանում, որովհետև անգամ վարչապետներն են անում Այդ գացքի գնահատականը իրենց Լուշան մենք պետք է տանք իրան։ հա, անգամ ասում եմ ձեզ, հա, որպիսի պատմական գրքերում գրվեն, նենց որ ես տեղյակ եմ, որ քո մասին անգամ մի մեծ գիրք ա գրվում, հա, կոնկրետ սա ամեն մարդու բան չի, թթութան չի, նենց որ չգիտեմ ձեզ անվանեմ բլոգերներ, ժողովուրդ ջանեմ, որ դուք ուղղակի ես երեք արտահայտվել եմ շատ վատս գալով, որ թուրքով ա մեր համար, թուրքը ընդամենը կներեք էլի զենքի գործոն ա մեր համար լինելու պատերազմի ժամանակում, որովհետև դարավոր թշնամություն ունենք եւ բնականաբար չի լինի այդ խաղաղությունը երբևիցե պապենական ասա, ուղղակի պետքա շատ գեղեցիկ դիվանագիտական ճանապարհներով հասնենք մեր ուզածին եւ նաեւ հզորությունը մեր ցույց տալ ոչ միայն զենքով, այլ նաեւ գաղափարով եւ դիվանագիտորեն։ Ես երկրորդը Բելջան, նենց որ իրոք մալաչինը եմ որ ասում, ես երեք հիացած եմ եղել քեզանով, իսկ որ ես բարձրանամ իրան ասեմ, գիտես ինչ կա, էս ինչ տղա ես, այն ինչ տղա ես, էս ինչ բառերով, ինքը բնականաբար ինձ ասելու է հակառակը եւ ես թիրախավորելու եմ նաեւ հայերի մեծամասնությանը իմ հետ միասին։ Սես չեմ ընդունում, ասեմ քեզ, երբևիցե չեմ ընդունել։ Ու ամեն մարդ պետքա չբարձրանա իրանց հարթակ, ասեմ քեզ։ Սա ամեն մարդու բան չի, իրոք ժողովուրդ ձեզ օգտագործելու են։ Բելայի նման գիտակները, Արամը կարող եմ նշել նաև ինչի չէ, շատ լավ գիտեն իրանց գործի իմաստը, թողեք այս մարդիկ իրանց գործը անեն, ոտատակ մի ընկեք։ Եվ մյուս անգամ խնդրում եմ այն հավասարությունը չպահել, մի քիչ գնահատական ունեցեք դուկով, Բելան ով։ Ու սենց էլի, մի քիչ սենց կներեք, չլինի նենց որ հաճոյա խոսում եմ, բայց ես Լուսարի չթերագնահատենք մարդկանց, ես չեմ սիրում թերագնահատել, ամեն մարդ իր տեղն իր յուրահատկություններն ունի, ես չեմ թերագնահատում, բայց մի վարքյան կներես էլի, բայց պրոֆեսիոնալիզմը երբեք չեմ հավասարեցնում հետ։ Դա միանշանակ։ Մարդիկ եմ տենեմ լույս կներես էլի ջիգար, 1000 անգամ կներես, մարդիկ եմ տենեմ ովքեր է տեֆիրի մեջ եղել էին, որ դե բելային պտի բլոկ էին, արդեն ժալբաներ էին պատրաստում գցեն, մեկը մի բան խոսում, ես էլ տեսեք վատ չեմ խոսում, ինչ հասկսեմ խրտել, որ դուք էլ էֆիրներ բացել, դուք է հայտնվեք, նորմալ ասում եմ, Արմեն, եթե կարաս կանչի ընկերներիդ, ես չունեմ իրանց, մենակ տոմանա իմ հետ դրուկ, կանչում եմ չի գալիս Կանչի այդ մարդկանց, թող գան մեր դեմքին ասեն են, ինչ որ ասում էին երեք, ապրսկամո ջան։ Պրոստը այդքան համարձակություն ունեն, թող գան ստե դնեմ դեմներն ու ասեն ինչի համար։ Կարող է մի բան իրանք չեն հասկացել մարդավարի բացատրենք իրանց ուղեղները մտնի, ջոգեն որը